Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է։ Այն հայտնի է հարսանիք լեռներում ռազմական գործողությամբ։ Արցախի ազատագրման մաս կազմող այդ օպերացիան, որը տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 8-ին եւ 9-ին, բեկումնային եղավ Արցախի ազատագրման պատերազմում հայերի հաղթանակի համար։ 3 տասնամյակ այդ օրը Հայաստանում նշվում էր որպես եռատոն, երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման օր։ Սակայն 2020 թվականի նոյեմբերին Արցախյան 44-օրյա պատերազմում ցավալի պարտության հետևանքով կորցրինք Շուշին, իսկ 3 տարի անց Արցախը հայաթափվեց եւ օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը եռաբլուր են գնացել ծաղիկներ խոնարհել Արցախի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Իրականում եռատոն է, այն մեր հաղթանակի, խաղաղության, ինքնության հաստատման եռատոնն է։ Եռատոն, որ գոնե Արցախ ցույց խլել հնարավոր չէ, վստահեցնում է Արցախի ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Եռաբլուրում են ինքն ու գործընկերները, արցախցի պաշտոնյաներ, հասարակական քաղաքական գործիչներ։ 1.5 տարի անց Արցախի հայաթափումից հետո հպարտության զգացումը իմ մեջ կոնկրետ կա, ես վստահ եմ բոլորի մեջ կա, որովհետև ժողովուրդը չի պարտվել, ժողովուրդը չի հանձնել, ժողովուրդը չի կորցրել, ժողովրդին դավաճանել են, մեր հայրենիքը դավաճանել են, ինչպես 92-ին Շուշին ազատագրվելուց հետո Սրբազանը օրհնեց ազատագրողներին, մենք տեսնելու ենք այդ ազատագրումը ու տեսնելու ենք այդ օրհնությունը, սա պաթոս չէ, սա բառեր չի, որ ես ասում եմ։ Իհարկե հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ թվում է թե դա անհնար է, թվում է թե դա տեսանելի չէ, որովհետև հասկանալի է նման իշխանությունների պարագայում դրա մասին խոսելը նույնիսկ մի տեսակ անլուրջ է թվում, բայց հավատացեք, որ պոտենցիալը կա, որ հայ ազգի հիշողությունը անհնար է ջնջել։ Պատմությունը հնարավոր չէ ջնջել, անգամ եթե դրա համար պետական ապարատն է աշխատում օր ու գիշեր։ Այդ հերոսների կատարածը չի խոնանում, որովհետև ըստ էության 92 թվականին նորից հայությունը ապացուցեց, որ հայրենիքի համար կռվել, ազատության համար կռվել եւ կերտել հաղթանակ։ Որքան էլ որ դժվար լինի, պիտի հիշենք հանուն տղաների, իսեր տղաների, պիտի հիշենք 92-ի մայիսի 9-ի մեր հաղթանակները։ Ես կյանքում 3 անգամ եմ շատ ուրախացել, երբ սիրտդ ուզում է կրծքավանդակից դուրս թռչի։ Մեկը, երկուսը երբ մայր եմ դարձել, երեխաներ եմ ունեցել եւ Շուշիի ազատագրման օրը, երբ Ստեփանակերտում տներում ջուր չկար, ռմբակոծում էին, ոչ մի բան չունեին, խոսանք չկար, եւ ես գնում էի, մենք թատերական թատրոնի մոտ թատերական աղբյուր ունենք, այդ աղբյուրից ջուր էի բերում եւ սալյուտներ էր Շուշիի ազատագրության, մեկն էլ չկար, որ հետը կիսվեի իմ ուրախությամբ, եւ ես չգիտեի, ուզում էի գոռայի աշխարհով մեկ, որ մենք հաղթել ենք, որ Շուշին մերն է։ Հիմա Շուշին մերը չէ, ուրեմն չենք կարող նաեւ արժանապատվությունից խոսել, արժանապատիվ ապրել, համոզված է Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը։ Ղեկավարը թերքամոլ է, զիջող է, թավաժան է, այդպես մատնը ոչ թե ցիգյանք 7 տարի է ատմատը խաղաղություն է խոսում եւ բادرազմ է բերել մեր գլխին Թուրքիայի հետ բանը եղբայրություն է բանանում եւ Թուրքիա անում է եւ մենք ոչ մի բան ցենք չենք բերել 7 տարի միան բادرվել ենք, խայդարակվել ենք աշխարհով մեկ եւ ասմատը իբրտե վարչապետ է, ասմատը Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է, Թուրքիո վարչապետներ, քանի որ ինքը Թուրքիո եւ Ադրբեջանի շահերն է պաշտպանում։ Մեծանալու է եռաբլուրը, եթե իշխանությունը շարունակի կասկածի տակ դնել մեր հայրենիքի հայկական լինելը, զգուշացնում է Սասունյանը։ Հիշեցնում, քանի տարվա պատմություն ունի Հայաստանը, որտեղ ու ինչպես են հայտնվել ադրբեջանցիները։ Մեկ հատ ասե Պագաբան Նախիջևանը, Մասիսը, Անին, Գարսը, Ադահանը, Ադոնքա Թուրքիայեն Մեγաս բոլոր հողերը եղել են Հայաստան եւ որ թուրքերը դակամի Մոնղոլիայում երեխաներ էին բնապարում, երեխաներ էին մոտում։ Մենք ոս 3000 տարի է քոյություն ունենք։ Ես Ադրբեջան ինչ, Ադրբեջան փարը 100 տարի է քոյություն ունի։ Մեսոբ մաշտոց այբուբենը Արցախի մեջ է գրել։ Ուրեմն ատկե ավելի հայ ինչ կարող է լինել։ Հաղթանակները վերականգնելու մի ճանապարհ կա՝ չուրանալ անցյալը։ Մեր նահատակների կյանքը
եւ սխրանքը արժևորելու համար մենք պետք է օր առաջ ուղղակի ձերբազատվենք այս ստորակարճ եւ պարտության խորհրդանիշ իշխանություններից հաղթանակի տեսիլքը պիտի վառ մնա մեր մեջ եւ այն հազարավոր լուսավոր տղաները, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, պետք է միշտ արժևորվեն։ Չեն արժևորվում։ Ամեն տարի մայիսի 9-ին քառատոն է նշել Ժորա Աղասյանի հայրը։ Իրան ծնունդն այսօր, ծնված օրն այսօր։ Թողալը երեքան չփաս։ Երեքան կիններն սև շորեր հակացին։ Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Բաքվի բանտում գտնվող հայգերի Վիգեն Էլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել։ Ավելի քան 2 ամիս է նրան թույլ չեն տալիս կապ հաստատել ընտանիքի հետ։ Ահազանգում է հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։ Կազմակերպությունը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որտեղ նկարագրված է լիբանանահայ գերու իրավիճակը։ Նա չափազանց պարզ պահանջ ունի հեռախոսազանգ կնոջը Լինդային։ Ընդամենը 1 զանգ տարական կապ նշված է նամակում։ 44-օրյա պատերազմի վերջին օրը Շուշիում ադրբեջանական կողմը ձերբակալել էր Էլջեքչյանին իբր ահաբեկչություն կազմակերպելու համար։ Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի է գնացել։ Արցախի մշակութային մայրաքաղաքում Ալիևը մասնակցել է առողջարանային կենտրոնի բացման արարողությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները այլ մանրամասներ չեն հաղորդում այցից։ Ասում եմ դեմ Շուշին գրավեն կամ ամուսնանալու եմ։ Հարսանիք եղավ, բայց միայն լեռներում։ Շուշին գրավեց ու չվերադարձավ Երևանդը։ Արցախը տախին ու կերան։ Բա արյան գնով վերցրածը ջրի գնով կգնա։ Հիմա Տիկին Ռոզայի ցավն ավելի է սաստկացել, եռատոնը չկա։ Տեսեմ անին ու նոր մեռնեմ։ Այս ժամանակ այդ երկն ենք երգում։ Հիմա ես երգում եմ։ Տեսեմ Շուշին, Արցախ ու նոր մեռնեմ։ Տիկին Ռոզայի որդին Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ շրջափակման մեջ է ընկել ընկերների հետ։ Երևանդը ընկերներին ստիպել է հետ գնալ ու կյանքի գնով շեղել է թշնամուն։ Դու դիքցեի մամայի վրա խուն մեռնեմ քեզ, ոչ թե ես քո վրա արևը։ Մինչև 44-օրյա պատերազմը Տիկին Ռոզայի տունը ամեն տարի մայիսի 9-ին լցվել է Երևանդի մարտական ընկերներով։ Նրանք իրենց երկրորդ ծնունդն են համարել այդ օրը։ Տղաներից մեկը Տիգրանը 44-օրյա պատերազմից հետ չի եկել, ընկել է էլի Շուշիի համար, ընկերոջից 28 տարի հետո ու չի տեսել Բերդաքաղաքի անկումը։ Հորն ասել է, պապ, ինձ որ բան կլինի կտանի Երևանդի մոտ։ Եռաբլուրում Տիգրանը Երևանդի թիկունքին է։ Արցախը կորցնելուց հետո այստեղ են շատերը մի փոքր խաղաղություն գտնում։ Արցախցիների բոլոր տոներն արդեն զինվորական պանթեոնում են անցնում։ Սիրտս չմոռված է, լացում է սիրտս, թեկուզ տոն օրամ։ Վիրավոր արծվի պես է Գառնիկն ապրում։ Արցախի բանակի կազմավորման օրը նրա համար այսքան տխուր երբեք չէր եղել։ Մղտում է սիրտս, երբ որ այս ձեռքերով եւ ինձ նման բազմաթիվ սպաների ու զինվորների ձեռքերով կառուցվել է բանակը։ Հիմնակար է դրվել երկար ապրելու եւ երկար ծառայելու իր ժողովրդին։ Շուշիի ազատագրումն արդեն մի անգամ խաղաղություն ու հաղթանակ է բերել հայ ժողովրդին։ Գառնիկը վստահ է, խաղաղություն նորից լինելու է, միայն Շուշին վերադարձնելուց հետո։ Եթե հույս չունենամ, վաղը իմ դիակը պետք է տանեն գերեզման։ Եռաբլուրում մարդիկ Մոնթեի ու Վազգենի գերեզմանները գրկում են, լացում, հետո երդվում։ Եռատոնը Արցախում նշելու ժամանակները գալու են։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման տոները ուրանում է Հայաստանի գործող իշխանությունը դաշնակցական գործիչների համոզմամբ։ Շուշի վերադարձ լինելու է խորագրով միջոցառում է կազմակերպվել նվիրված Բերդաքաղաքի ազատագրման օրվան։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Արցախը մեր դարերի հայրենիքն է, իսկ արցախահայերը վերադարձի իրավունք ունեն։ Հայ ժողովուրդը չնայած բոլոր դժվարություններին կարողացավ ազատագրել հայոց Բերդաքաղաք Շուշին, որովհետև հավատում էր իր բասկին, իր ուժին, իր կամքին եւ միասնականությամբ կարողացավ այդ խնդիրը լուծել, որը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախյան ազատագրական պայքարի հարցում։
Այս իմաստով չնայած որքան փորձն ուրացման քաղաքականությունը վարել եւ մեզ պարտադրել Հայաստանի ներսի եւ դրսի թշնամիները հրաժարվել Արցախից եւ նույնը չեն կարողանալու, որովհետեւ Արցախը հայկական է, վերադարձի իրավունքի համար անհրաժեշտ է պայքարել եւ մենք մեծապես կարևորում ենք նաեւ մեր հաղթանակների, մեր անցյալի մասին վերհիշելու, կարևորելու, նաեւ այդ խորհուրդը վերիմաստավորելու։ Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակի առիթով է ուղերձել Նիկոլ Փաշինյանը։ Եռատոն Շուշիի ազատագրում բառերը հնարավոր չէ գտնել Հայաստանի վարչապետի ուղերձում։ Այսօրը աշխարհը նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ դրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության, ազատության եւ երջանկության հետ։ Ջնջում է պատմությունը Փաշինյանը, նացիզմից սահուն անցնում 2025 թվական, իր բառերով իրական Հայաստան։ Գրեթե նույն, ապագա կայի, վստահությամբ հայտարարում է, խաղաղություն լինելու է։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքարումով եւ փորձությունների դիմակայումով։ Շնորհավորական ուղերձում ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական սերն ու օրհնությունն է հղել հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին եւ աշխարհասփյուր հայերին։ Գարեգին II այսօր հաղթանակի զբոսայգի է այցելել, երբ այնտեղից հեռացել են իշխանության ներկայացուցիչները։ Նա ծաղիկներ է խոնարհել ու աղոթք բարձրացրել անմար կրակի մոտ հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման, Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական օրվա համար։ Աղոթել է նաև Բաքվում պահվող գերեվարված հայորդիների համար։ Աղոթք բարձրացրեցինք այցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արույության ոգով եւ առհայրենին սիրով կերտի, բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը եւ բարոր մեր ժողովրդի կյանքը։ Թող Աստծո սերը, շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր եւ հավիտյան։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրվա ուղերձում հիշեցրել է մեր երբեմնի փառահեղ հաղթանակների մասին ու վստահություն հայտնել, որ ապագայում ավելի հզոր Հայաստան է կառուցվելու։ Շնորհավոր մայիսի 9, հարգելի հայրենակիցներ, վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների եւ ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու եւ միասին կառուցելու ենք ավելի հզոր եւ խաղաղ Հայաստան։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր եւ մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման դեմ այսօր էլ պայքարում է հայ ժողովուրդը, գրել է երրորդ նախագահը։ Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը։ Ցավոք տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով։ Հիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Հայաստանի քաղաքական էլիտան միայն հայրենական մեծ պատերազմում հաղթանակը տոնելու համար է հաղթանակի զբոսայգի գնացել, ծաղիկ խոնարհել անմար կրակի մոտ։ Ձեզ համար այսօր եռատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Ինչու։ Եռատոնը միատոն է դարձել պաշտոնական Երևանի համար։ Շուշիի ազատագրման օրն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումն այլևս չի նշում իշխող ուժը։ Այսօր հաղթանակի օրն ենք նշում։ Որ հաղթանակի։
Հայրենական մեծ պատերազմ։ Իսկ Արցախյան պատերազմը տարած հաղթանակի, որտեղ դա եւս նշել ենք տարիներ շարունակ։ Այսօր մենք նշում ենք հաղթանակի օրը։ Անգամ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որ ծնվել ու մեծացել է Արցախի Մարտունի քաղաքում, պսակադրվել Շուշիում, հաղթանակի զբոսայգում տոնում է միայն երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հաղթանակը։ Շուշիի ազատագրման համար ընկածների հիշատակը պահում է մտքում։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու։ Իսկ նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ Շուշին ազատագրածների համար։ Հիմա էլ չեք գալիս եք։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնյան է իր օրացույցից ջնջել եռատոնը։ Սրտի խորքից մեկ նախադասություն է դուրս բերում՝ խաղաղություն ամենեցուն։ Խաղաղություն տիրի։ Արցախյան Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, տոնել։ Դուք մանիպուլացնում եք եւ ցանկանում եք ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ Թե ինչպես եռատոնը միատոն դարձավ ու ինչու Հայաստանի պաշտոնյաները գոնե լրագրողների հետ զրույցում չեն ուզում ինքնակամ հիշատակել Շուշիի ազատագրման օրվա մասին, ուղիղ չեն պատասխանում, կարծում են պատճառները հայտնի են։ Շուշիի ազատագրման օրը երբևէ նշվել է Հայաստանում, հիշում եք։ Նշվել է, այո։ Իսկ հիմա ինչու չի նշվում։ Հայտնի պատճառները։ Անհայտ է, թե ինչու Ադրբեջանը չի ուզում ստորագրել արդեն 2 ամիս 100%-ով համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի փոխարտգործնախարարը չգիտի պատճառների մասին։ Պատրաստակամության մասին չի եղել, չէ։ Իսկ ինչն է խանգարում ձեր գնահատմամբ, ինչն է խոչընդոտում, որ Ադրբեջանը եւս պատրաստական։ Տարբեր գործոններ կարող են լինել, բայց այս փուլում մենք իրենց արձագանք չունենք։ Գուցե ռազմական էսկալացիայի է պատրաստվում Ադրբեջանը, որ արդեն 2 ամիս է պարբերաբար խախտում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր հատվածներում։ Այս պահին մենք այդպիսի ազդակներ չունենք։ Իսկ գրակոչները այդպիսի ազդակներ չեն էսկալացիայի հիմքը նախապատրաստելու անընդհատ իր կողմից նաև ավելի ճիշտ կլինի պաշտպանության նախարարությանը հաշվում։ Պաշտպանության փոխնախարարն էլ ասելիք չունի։ Երեք տարածված լուրի վերաբերյալ, որ Հայաստան ու Ադրբեջանը հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալներ են փոխանակել, հորդորում է դիմել իրենց լրատվական ծառայության ղեկավարին։ Մեր լրատվական ծառայության պետը տարածքում է եւ Ճշտումներ լրագրողները անվտանգության խորհրդի քարտուղարից են անում։ Արմեն Գրիգորյանը հաստատում է, որ Երևանն ու Բաքուն փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալներ։ Հայաստանը հետաքննել է իբրև հայկական կողմից տեղի ունեցած հրադադարի խախտումները, որոնց մասին հայտարարել է Ադրբեջանը, ու դրա արդյունքները փոխանցել է Բաքվին։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի խախտումների վերաբերյալ տվյալները Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել, ակնկալելով արդար հետաքննություն։ Ադրբեջանը պնդում է, թե հետաքննել է դրանք ու խախտումներ չի հայտնաբերել։ Պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել այդ ուղղությամբ։ Լիլիթ Սարգսյան, Էդգար Ղուշչյան, Նորայ Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված։ Ազատության հետ զրույցում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Մեջբերեմ, տարբեր հայտարարություններ են լսում ադրբեջանական կողմից։ Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա»։ Մեջբերման ավարտը։ Գրեթե 2 ամիս է անցել, ինչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է, բայց այն ստորագրելու համար Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանի իշխանությունը նախաձեռնել է սահմանադրության փոփոխություն։ Շաբաթներ առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը ստորագրել խաղաղության համաձայնագրին համընթաց։ Արտգործնախարարն այսօր չի հստակեցրել, արդյոք Երևանը այժմ Բաքվից առաջ քաշվող նախապայմանների շուրջ է բանակցում։ Աչ չէ, ձախ։ Հայաստանի վարչապետի տեղը Կարմիր հրապարակում Ռուսաստանի նախագահից 6 մարդ հեռավորության վրա է, Բելարուսի նախագահի կողքին։ Ու ոչինչ, որ հաճախ նույն առվով չեն հոսում Փաշինյանի ու Լուկաշենկոյի ջրերը։ Հայաստանի վարչապետն անգամ խոստացել է չայցելել Բելարուս, քանի Բելարուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Կարմիր հրապարակից մեզ հասած կադրերում երևում է, որ Բելարուսի նախագահը ինչ-որ անպատասխան տեքստ է ասում Փաշինյանի ականջին։ Տանտիրոջ Ռուսաստանի նախագահի հատուկ հյուրը Չինաստանի նախագահն է,
Պուտինը Սին Ցինփինին է ուղեկցում Կարմիր հրապարակ հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսից րոպեներ առաջ։ Внимание! Говорит и показывает Москва. Երբ խոսում է Մոսկվան, աղոթում է Վենեսուելայի նախագահը, թե ինչու գիտի թերևս միայն ինքը։ Կարմիր հրապարակումներ կա մոտ 2500 մարդկանցից։ Կարմիր հրապարակ է մտնում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Գերագույն հրամանատարին զեկուցում, զորահանդեսը սկսելու ժամանակն է։ Ավելի քան 30 միավոր ռազմական տեխնիկա է ցուցադրում Ռուսաստանը։ Հայտնի Տրիումֆի, Սկանդերի, Յարսի, Հիացինթ Կայի, Մալվայի, Տորնադո S-ի, Տոս 2-ի, Տոսոչկայի կողքին առաջին անգամ հրապարակ են մտնում Օրլան 10, Օրլան 30, Զալան, Լանցետ 51, Լանցետ 52 և Գարպիա անօդաչու թռչող սարքերը։ Աշխարհը ցնցած նաև միջուկային հարվածների ընդունակ օրեշնիկ հրթիռը չի մտնում Կարմիր հրապարակ։ Հավանաբար բացառիկ զենքը գանձարանում են պահում, հետո էլ սա այն դեպքն է, երբ չեն գրոհում անգամ գրոհիչ ինքնաթիռները, օրինակ հարձակվող Սու-25-երը շքերթի գեղագիտական մասն են ապահովում։ Շքերթով հրապարակը կտրում անցնում են 11,000-ից ավելի զինծառայող, ավելի քան 1500-ը հատուկ ռազմական գործողությունների մասնակիցներ։ Ռուսաստանից բացի ևս 13 երկրի զորախմբեր են անցնում Կարմիր հրապարակով, անգամ Վիետնամի, Եգիպտոսի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Պուտինն անգամ չի կարողանում համբերատար սպասել, որ բոլոր բարձրաստիճան զինվորականները հավուր պատշաճի պատվի առնեն իրեն։ Նոր ողջունեն քաղաքացիական ձևով։ Հայկական զորախումբ չկա Կարմիր հրապարակում քայլողների մեջ։ Պաշտոնական Երևանը հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի շքերթին մասնակցում է կեպի գավրոշ դրած վարչապետի դեմքով։ Հայ ժողովուրդը ներկայացված է վետերաններով։ Ողջ առողջ 31 հայ վետերաններից Կարմիր հրապարակ են հասել 102-ամյա Ռոզալիա Աբգարյանն ու Խաչիկ Հովակիմյանը, 100-ամյա Վոլոդիա Գսպոյանն ու Ներսես Սիմոնյանը։ Ռուսաստանում չեն մոռացել, որ ամեն 5-րդ հայաստանցին կռվել է հայրենական պատերազմում, հայկական 6 դիվիզիա է ձևավորվել։ Այդ դիվիզիաներից մեկը, Թամանյանը, Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ հասել է Բեռլին, դրել երկրորդ աշխարհամարտի վերջակետը։ 200,000 հայ զինվոր է զոհվել հայրենական մեծ պատերազմում։ Հայաստանը տվել է 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և 1 ծովակալ։ Իդեպ և 5 մարշալները և ծովակալ Իսակովը Արցախից են, որ այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մայիսի 9-ի հաղթական շքերթին մասնակցելու հրավեր է ստացել մոտ 3 տասնյակ երկրի ղեկավար, որոշները մերժել են Պուտինի հրավերը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Մոսկվա չի եկել պատճառաբանելով, թե հոր Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված միջոցառումներ ունի կազմակերպած։ 7 երկրի նախագահ ու Հայաստանի վարչապետն են պարտաճանաչ ընդունել հրավերը։ Փաշինյանը մեկնելուց առաջ հայտարարել է, որ այսպիսի միջոցառումները շփումների լավ հնարավորություն են, բաց թողնելը ճիշտ չէ։ Նիկոլ Վովայևիչ, շնորհակալ եմ այցի համար, կապի մեջ կլինենք։ Ճիշտ է, Փաշինյանի մոսկովյան այցը բուռն շփումներով աչքի չի ընկնում, արկածներն են անպակաս։ Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения։ Ռուսաստանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը Փաշինյանին սխալմամբ անվանել է Ադրբեջանի նախագահ, հետո ներողություն խնդրել։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Սա մեզ համար ոչ միայն քաղաքական տոն է, այլև խորհրդային միության պետությունների միասնության տոն, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղթանակի զբոսայգում հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո։ Հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրներին անդրադառնալով ռուս պաշտոնյան հայտարարել է, որ հայերն ու ռուսները բարեկամ ժողովուրդներ են։
Ես չգիտեմ, ով ինչի համար է մեղադրում, մեր դիրքորոշումը հայտնի է։ Այն մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարվել է ամենաբարձր մակարդակով։ Մենք Հայաստանը եղբայրական երկիր ենք համարում։ Մեր դաշնակիցը, որի հետ մենք սերտ համագործակցում ենք ու պատրաստ ենք հետո էլ զարգացնել ու խորացնել մեր հարաբերությունները։ Հայ մարշալները նորից առաջնորդում են Անտոնյան Միշան, Օրբելյան Մովսեսը, Գրիգորյան Վահանը, անմահների գունդը։ Երևանի սրտում քայլով մարշ է անում։ Это со стороны моей мамы. Մորական պապիս եղբայրներն են, երկուսն էլ կռվել են, մեկը զոհվել է։ Погиб. Սա նրանց հայրն է, իմ նախապապը։ Второй в Новгородской области. Это их отец, то есть мой прадед. Նախապապերի Գորիսից մինչև Բերլին արած ամեն քայլը հետաքրքիր է այս փոքրիկներին։ Մեր պապիկները, որ իրանց կյանքը տալիս են մեր խաթր, իրանք հերոսներն են համարվում, սրա համար շնորհավորում եմ բոլորին մայիսի 9-ը։ Նիկայի տատն է Գորիսից Բերլին հասել, ավագ լեյտենանտ Մարգարիտա Օսիպովան գնդի բժիշկն է եղել, հազարավորներին փրկել։ Բուժել է վիրավորներին, հիվանդներին, այդպես հասել Բերլին։ Օթաչու պապս ուկրաինական ճակատում է եղել, ռմբակոծել մեր թշնամուն։ Մեծ հաղթանակի պատվին Պոբեդա անուն նստացած այս մեքենան էլ Ջիվանի անբաժան ընկերն է։ Հաղթանակը չի ծերանում, ասում է վարորդը, նաև գիտի այն ըստ նախագծողների պետք է հայրենիք անվանվեր։ Հայրենիք ուզել են կոչեն, Ստալինն ասել է հայրենիքը չի վաճառվում։ Այս մյուս Պոբեդայից հավաքվածներին լուր նայում է 103-ամյա Ներսես Պապը, հիշում ինչպես 45-ի մայիսին հոսպիտալ հասավ մեծ հաղթանակի ավետիսը։ Գերմանական քաղաքում ենք, գոսպիտալ ենք։ Բերինք պիվա բերեցինք լավ, խմեցինք լավ, պատպրոզացնոլի պաբեդու։ Էլ ինչ ասեմ։ Ես առաջ ես աստեղը, այ ամենադեր, իմ ես պուլմյոտ չկեի, տանկավեղ պուլմյոտով, պույրիմ նավոչկը վրավորվեց, յալյոք սա պուլմյոտ, յադբիլ ատակու նեմցով։ Անմագունդ միջազգային շարժման գլխավոր համակարգող Մեհեր Ավետիսյանն ասում է մեծ հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված երթը միայն հիշողության համար չէ։ Տարեց տարի ավելի շատ մարդիկ են Երևանում միանում անմահ գնդի քայլերթին։ Ամեն տարի ժողովուրդը ավելի է ավելանում, ժողովուրդը ավելի է սկսում գիտակցել այս հաղթանակի կարևորությունը եւ ցանկացած հայ, եթե ինքն իրեն համարում է հայ, ոչ թե օտար երկրա շահերը սպասարկող քաղաքացի, այլ իրական հայ ինքնություն ունեցող հայ, նա պարտավոր է իր երեխաներին, իր թոռներին դաստիարակի այս հաղթանակի հոգեբանությամբ։ Հաղթանակի կարիքն այսօր ավելի քան զգացվում է, ասում են այս շարքերում։ Զգացմունքներն իրար են խառնվում շեփորի հաղթական մեղեդիների հետ։ Հաղթանակի կարիք միշտ էլ կա, բոլորին շնորհավորում եմ մեր ծնողների, մեր պապերի տարած հաղթանակը։ Նվագախումբը մինչև հաղթանակի զբոսայգի է առաջնորդում անմահ գնդին, այնտեղ նրանց թմբուկներով են դիմավորում հաղթանակին նվիրված մեծ համերգից առաջ։ Ալբերտ Սերոբյան, Նորայ Շարբաթյան, Հայլուր։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը հոկտեմբեր պապի պատանեկան ուրախությունն է եղել։ Հաղթանակի զբոսայգի անմար կրակի մոտ միշտ պարտությամբ է գալիս։ Աշխատեցինք գիշեր ցերեկ հաղթանակի համար եւ հաղթեցինք 45 թվին ուրախացան բոլորը։ Մենք էլ հետ ենք։ 96 տարեկան վետերանի պատանեկությունը խլել է պատերազմը։ 11 տարեկան է եղել, երբ կրակել են առաջին ռումբերը։ Որպես կամավոր երկաթգծի դեպո է գնացել օգնել աշխատողներին, 1000 ու մի ծանր գործ արել։ Պարավոզների վրա, թե բռնապետների վրա իմ հասանելի գործը կարգավորել եմ, ուղարկել եմ որտեղ որ պետք է։ Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը նաև միասնության տոն է, ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Չարիքին հաղթելու ծանր բեռը իր վրա է վերցրել Խորհրդային Միության ժողովուրդը։
Это еще и личный праздник. Սա յուրաքանչյուրիս տոնն է, որովհետև հետխորհրդային երկրներում ապրող գրեթե բոլոր ընտանիքների դռներն էլ թակել է պատերազմը։ Մեզ միավորում է հիշողությունն ու ճշմարտությունը պատերազմի եւ հաղթանակի մասին։ Անմար կրակի առաջ արդեն 5 տարի է կոտրված սրտով է ծաղիկ խոնարհում Արցախյան առաջին պատերազմով անցած հրաչը։ Հիշում է այն օրերը, երբ օրերով մայիսյան եռատոնին էր պատրաստվում։ Առավոտյան ընկերների հետ գնում եռաբլուր, հետո պարզ ճակատով հաղթանակի զբոսայգի գալիս, պապերի տոնը շնորհավորելու։ Ընկերներով հավաքում ենք, հիմա արդեն էլ տրամադրություն չկա։ Չկա տրամադրություն։ Ամեն ինչ փոխվել է։ Ես մտածում ես, ասում ես, լավ է դավաճանությունը մինչև երբ պետք է լինի, մինչև ուր պետք է գնա։ Ազատամարտիկի համար տոները կորցրել են իրենց նշանակությունը։ Արցախը չկա, Հայաստանն էլ վտանգված է։ Հաղթանակի զբոսայգի պապերի տոնը շնորհավորելու է գալիս մի տեսակ ամաչում նրանց սխրանքի առաջ։ Ուրախություն անցել է։ Մի փոքր է մնացել։ Տխրություն ավելի շատ է։ Ինչի հասանք կորցրինք։ Դաժան իրականությունը, դաժան։ Միշտ գնալով կորցնում ենք և դրությունը վատանում է, ազգի դրությունը։ Հաղթած մարդը պարտության հետ համակերպվել չի կարող։ Հրաչը չի ուզում հավատալ, որ հայ ժողովրդի պայքարն ավարտվել է։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հունվարին լրացավ 100-ամյակը, բայց լոլիկները խնամքով կտրատելիս ձեռքերը չեն դողում։ Պատերազմի տարիներին երանություն էր այս պարզ նախաճաշը։ 41 թիվին եվրոպեական հերս տարել են։ Դրանից հետո 42 թիվի աշունը ինձ են տարել, հələ 18 տարեկան չեմ եղել։ 82 տարի առաջ էր, բայց զինվորի ճշտապահությամբ Ասատուր Բազյանը այսօրվա պես է հիշում։ Արավուսցի 17-ամյա տղային ուղարկեցին նախ Դիլիջան, Եռամսյա վարժանքների, հետո Դոնեցկ, այնտեղից էլ ռազմաճակատ։ Դոնեցկուց արդեն մտալ եք պատերազմում, վերցրել եք Խարկով, հետո Պոլտավա, Կիև, Ռովնո, Դուբնո, Լուցկ, Բրոդ, Գորոդ Ստայանովկա, այդպես հարձակվել եք, հասել եք Գորոդ Ստայանովկա, գշերա իրիկունա, այդտեղ ռազմավարները մեզ հայտնեցին, որ նեմեցը շատ ուժեղ աբարոն աբռնած։ Հիշում է, գիշերը ժամը 2-ն էր, երբ հետախույզներից լուր եկավ, թե գերմանացիները ուժեղ պաշտպանություն են կազմակերպել։ Առավոտյան էլ տեսան, ինչպես են գերմանացի զինվորները փորձում գողանալ իրենց հրետանին։ Առավոտը լույսը բացվում է, տեսնեմ նեմեցը մեր պուշկան քաշածանում է։ Կարմիր բանակում քիչ չէին դավաճանները։ Բազյանը պատմում է, ինչպես է վիճել Վաշտի հրամանատարի հետ, որն արգելում էր իրեն ու մյուս զինվորներին հայտնաբերել ֆաշիստական թաքնված տանկերը։ Ավելի ուշ պարզվել էր, որ հրամանատարը գերեվարվելուց հետո նացիստների կողմն անցած ռուս գեներալ Անդրեյ Վլասովի կողմնակիցներից է։ Չնայած Վլասովի կողմնակիցների սպառնալիքներին, Ասատուր Բազյանը կարողացել է ոչնչացնել թշնամու 2 ծանր տեխնիկա։ Մեկ ժոլտի ռակետը քցեցիք, 2 տանկն էլ խփեց, 3 տանկը փախան։ Բազյանը կրվել է որպես հրաձիգ, հետո դարձել դասակի հրամանատարի տեղակալ։ Նրան էր վստահված Վաշտի երեկոյան ստուգումները, կարգուկանոն պահելու համար։ Բազյանի 100-ամյա հիշողության մեջ է դաջվել իր հերթապահության այն գիշերը, երբ կնոջ հագուստով գերմանացի դիվերսանտի բռնեց։ Դոնեցկի ազատագրման ժամանակ էր։ Հիմա նստած յոլկե ծառերը հանգստանում եք կենտրոնական ճանապարհը։ Տեսնամ մի հատ կին է գալիս, բայց կասեմ դրա պախոդը կնոջ պախոդ չէ։ Որ քայլում է էլի։ Հավար եկուանցինիկ ստոյ ռուկի վեղ։ Հա ստուգեցիք այդ շպիոնները նստեղ յադ են լինում։ Դերցունում է որ մահանա։ Տեսնակ չկա, վերջը ստուգեցի, տեսնամ պոլն է զարաժան։ Լրտեսին բացահայտելու համար երեկոյան ստուգման ժամանակ սերժանտ Ասատուր Բազյանը պարգևատրվեց Փարքի 3-րդ աստիճանի շքանշանով։ Դրանից ալավ բանկիներ
Երիտասարդ Բազյանը պատերազմի 5 տարիների ընթացքում չի հանդիպել հորը ռազմաճակատում։ Հայր ու որդի իրար տեսել են 1946 թվականին, երբ հաղթանակից հետո վերադարձել են տուն։ Այս կադրերում պատերազմը հաղթած ֆաշիստներին սարսափեցրած հայ մարտիկներն են, ազգային քոչարի են պարում։ Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովանես Իսակովը, մարշալ Հովանես Բաղրամյանը, օդային մարտերի հմուտ վարպետ Նելսոն Ստեփանյանը, ավիացիայի մարշալ ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Արմենակ Խամփերյանցը եւ առաջատար հրետանավոր Արտավազդ Սագոյանը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 500,000 հայ, նրանցից 300,000-ը չեն վերադարձել։ Ասատուր Բազյանն ու հայրը այդ քիչ վերադարձածներից են։ Հերս մտալա Բերլին մի հատ չի վիրավորվել, Թամանյանի դիվիզիայում էլ, այդպես էլ սաղ սալամատ եկալա տուն։ Հաղթանակից հետո Ասատուր Բազյանը տեղափոխվել է Երևան ու սկսել խաղաղ կյանքը հայրենիքում։ Եղել եմ Կարականդա, այնտեղ գնացել եմ աշխատելի, նոր այդտեղ ոնց եղավ, դիրեկտորի տեղակալը Նիկոլայ ազգանուն մոռացել եմ, в общем, խոսեցիք, թե դու կարող ես պատահի այնպես որ Ստայանովկա շպիոնը բռնել ես, կասեմ հա։ Ընտանիք է կազմելու 5 զավակ ունեցել։ Հիմա 48 թոռ ու ծոռ ունի։ Տղաս եղել են ժամագործներ։ Հիմա ես էլ մեկ սովորել եմ։ Այդ տորցս ժամացույցը հարևանն են բերում են, վերջը սարքում եմ տամ իրանց, փող չեմ վերցնում։ Պատերազմում ամեն վայրկյանը կարող էր որոշել՝ կապրես, թե ոչ։ Հիմա ժամացույցի ամեն տիկ-տակը ցույց է տալիս, որ կյանքը շարունակվում է։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի սկանդալային վեճը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում հարթելուց ավելի քան 10 օր անց Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Զելենսկին կրկին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու իր առաջարկն է պնդել։ Նա վստահեցրել է, որ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի հենց այս պահից սկսած, առնվազն 30 օրով։ Այս հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևին ու Մոսկվային համաձայնության գալ 30-օրյա հրադադարի շուրջ, սպառնալով պատժամիջոցներով, եթե հրադադարը չպահպանվի։ Ես կաշխատեմ եվրոպացիների հետ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար։ Այս զինադադարը ի վերջո պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։ Ռուսաստանի նախագահը մայիսի 7-ին 72 ժամյա հրադադար է հայտարարել։ Ռուսաստանում երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների համար։ Մոսկվայի այդ առաջարկը Կիևը մերժել է։ Այսօր ուկրաինական զորքը Կուրսկ եւ Բելգորոդ ներխուժման 4 փորձ է արել, հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Թրամփը նաև Գերմանիայի նորընտիր կանցլերի հետ է զրուցել ուկրաինական հակամարտության հարցի շուրջ։ Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Թրամփի խաղաղարար ջանքերը եւ ասել, որ պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադար հաստատելուն, որպեսզի հնարավորություն ստեղծվի բանակցությունների համար, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Լուսադեմին Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերը կանխել են Ջամուի եւ Քաշմիրի Սամբա շրջանում պակիստանցիների ներթափանցման փորձը։ Ըստ Hindustan Times-ի, պակիստանցի 7 ահաբեկիչ է սպանվել։ Սահմանային անվտանգության ուժերը միաժամանակ զգալի վնաս են հասցրել Դհանդարի պակիստանյան դիրքին, որտեղից ենթադրաբար եղել է ներթափանցման փորձը։ Պակիստանը հերքում է, թե հարձակվել է այդ շրջանների վրա, նշելով, թե իրենք պատասխանել են հնդկական կողմի հարձակմանը։ Այսօր Հնդկաստանը բացել է Չենաբ գետ թափվող Սալալ ամբարտակի 3 դարպասները, բայց սա ոչ թե Պակիստանի հետ հաշտեցման քայլ է, այլ որովհետև առատ անձրևների հետևանքով ամբարտակի վրա ճնշումն է մեծացել։ Իսլամաբադն էլ իր հերթին հայտարարել է Քաշմիրի պակիստանյան հատվածում ջրհեղեղի վտանգի մասին։ Հայաստանի վարչապետն ու ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել են Հռոմի Լևոն 14-րդ պապին ընտրվելու կապակցությամբ։ Աղոթում ենք, որ Աստված ուժ եւ շնորհ պարգևի ձերդ սրբությանը, ճշմարտությամբ եւ գթասրտությամբ առաջնորդելու կաթոլիկ եկեղեցին։ Կարդում ենք Գարեգին II-ի ուղերձում։ Նորին սրբությունը մաղթել է Սրբազան քահանայապետին, քաջառողջ երկար տարիներ եւ հոգեվոր անսպառ զորություն։ Հռոմի պապ Լևոն 14-րդը Սիքստինյան մատուռում մատուցել է իր առաջին պատարագը։
Սուրբ հաղորդության պատարագը նա սկսել է Աստծուց ներողություն հայցելով։ Մի քիչ շեղվել է ավանդույթից ու քարոզը սկսել է ամերիկյան անգլերենով։ Իհարկե շարունակել է իտալերեն, հույս հայտնելով, որ կկարողանա օգնել եկեղեցուն լույս սփռել աշխարհի մութ գիշերներին։ Լևոն 14-րդը խոնարհվել է խորանի առաջ, համբուրել այն, խոստացել լինել եկեղեցու հավատարիմ կառավարիչը։ Եղբայրներ, կարդինալներ, դուք ինձ կանչել եք կրելու այս խաչը եւ կատարելու իմ առաքելությունը։ Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեզանից յուրաքանչյուրին։ Հանգուցյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի պես Լևոն 14-րդն էլ կարևորել է, որ կաթոլիկ եկեղեցին աշխարհի հեռավոր անկյուններում էլ հավատքի լույս վառի, հատկապես այնտեղ, որտեղ դրա պակասը շատ կա։ Աստվածաբանները կարծում են, որ Ռոբերտ Պրևոստը սոցիալական արդարության ջատագով է լինելու, նա ընտրել է Հռոմի 257-րդ պապի անունը։ Լևոն 13-րդն էլ հայտնի էր սոցիալական արդարության քարոզներով։ Աստված կանչել է ինձ ձեր ընտրությամբ եւ վստահել է ինձ այս գանձը, որպեսզի նրա օգնությամբ լինեմ հավատարիմ կառավարիչը եկեղեցու։ Միացյալ Նահանգներում անսահման երջանիկ են։ Հռոմի Պապի պաշտոնում Լևոն 14-րդի ընտրությունը նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբ, ընդգծելով ամերիկյան մայրցամաքի աճող դերը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ։ Պատմության առաջին ամերիկացի Հռոմի Պապն է Լևոն 14-րդը։ Այսպես է Հռոմի նոր Պապի ընտրությանն արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստին, որը նոր պապ է ընտրվել։ Մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի պապն է։ Մեծ ոգևորություն եւ մեծ պատիվ է մեր երկրի համար։ Անհամբեր սպասում եմ Հռոմի Լևոն 14-րդի հետ հանդիպմանը։ Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար է դարձել հինգշաբթի երեկոյան։ Ընտրության երկու անհաջող փորձից հետո է կոնկլավն ընտրել նրան։ Միայն երրորդ փորձից է Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկել։ Հազարավոր հավատացյալներ են հավաքված եղել Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում Լևոն 14-րդի առաջին ուղերձի ժամանակ։ Խաղաղություն ձեզ բոլորից, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Նոր պապը հազվադեպ է խոսում հանրության առաջ, հարցազրույցներ տալ չի սիրում։ Հայտնի է, որ Չիկագոյում ծնված 69-ամյա Պրևոստը կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում։ Մաթեմատիկական կրթություն ունի, աստվածաբանության մագիստրոսի եւ կանոնական իրավունքի դոկտորի աստիճան։ Ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան, ձեռնադրվել է քահանա 1982 թվականին, Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց հետո։ Ֆրանցիսկոս Պապն է 2014 թվականին նրան եպիսկոպոս ձեռնադրել, 2025 թվականի փետրվարին ավագ կարդինալ դարձրել։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Այսօր փոքրիկ Տիգրանը դարձավ 2 տարեկան, ընտանիքում հրաշքի են սպասում։ Երեխուն կանչել։ Վալոդ Պապը հիշում է 2 տարի առաջ թորնիկի ծննդյան օրը մի լավ կերան խմեցին։ Հույս ունի հաջորդ տարի նորից կտոնեն այս օրը։ Որոշված է, որ լավ ծնունդ պետք է անեինք, բայց ավաղ մնաց կիսատ։ Բայց հուսով ենք, որ մնի հաջորդ ծնունդը կանենք իրար հետ։ Լավ ուսներս չենք կդրել։ Վոլոդիայի 8-րդ թորնիկն է Տիգրանը, ճարպիկ է տղան, իր փոքրիկ մարմնով ճկուն հնարքներ է անում, բարձրանում է այս անիվի վրա։ Պագրիշկի քիչ 4 հատ դրած էր, ինքնուրույն էր, նստել էր վերևը։ Աշխուժ է, ճկուն էր, ինքը մանավանդ ձեռքի բաները ճկուն էին ձեռքերը։ Բայց որ մենակով ինքը քայլի գնա այսենց հասնի։ Մենակով ես մի քիչ չեմ հավատում, որովհետև ինքը մենակով вообще դուրս չի եկել։ Միշտ մոր հետ էլ է, եմ ասում, հոր հետ։ Կարա երեխաներ ճանապարհը գնար։ Չեմ կարծում։ Որքան էլ աշխուժ է Տիգրանը, հայրը չի հավատում, թե որդին կարող էր միայնակ անցնել այս ճանապարհը եւ հայտնվել գետում։ Նա կարծում է երեխային գողացել են, Տիգրանը առանց իրենց մի մետր էլ չէր հեռանա տնից։ Երեխային ռոբոտ չէր, որ պրոգրամա տայր, ասեիր այդքան ժամանակում գնացին դեր, հետի ոնց էլ մեր մատ հետաքրքրություն կճարեր, կզբաղվեր այդ ընթացքում։ Ձեր կանգնած տեղից մինչև գետը 65 մետր։ Երեխին երևի տարել են։ Փրկարարները չեն լքում աղբյուրակի ջրամբարի այս հատվածը։ Եթե գետն ընկած լիներ փոքրիկը, հավանաբար հենց այս մասում պետք է գտնեին նրան։
Եթե երեխան ընկելա գետը, հա, փորձը ցույց է տալիս, որ վերջում բերելու է ստեղ։ 6-րդ օրն է ջրասուզակները հետք են փնտրում, բայց ջուրը կեղտոտ է։ Մեծ քանակությամբ կենցաղային աղբ է կուտակված ջրամբարում։ Դա շատ է խանգարում որոնումներին։ Ինչպես տեսնում եք, ստեղով շատ մեծ քանակությամբ աղբ կա, որը եւ դժվարացնում է փրկարարական, որոնողափրկարարական աշխատանքները։ Բազմաթիվ կամավորներ դիմել են փրկարարներին, պատրաստ են օգնել։ Մեկը դրոն է տրամադրել, մյուսը միացել որոնողական խմբերին։ Առաջի օրվանից սկսած գետի ամբողջությունը բաժանել ենք մի քանի հատվածների, հա, նշանակել ենք պատասխանատուներ, ցանկացած իր ցանկացած կասկածելի առարկա գետի մեջ, ցանկաց եւ հարակից տարածքներում անպայման ֆոտոնկար անում կամ ուղարկում են մեզ, մենք մատ ծնողների հետ քննարկում ենք, չնայած գիտենք ինչ շորեր ա եղել երեխայի վրա, ինչ կոշիկներ ա եղել, բայց եւս մեկ անգամ ճշտելու նպատակով կանխում ենք ընտանիքի անդամների կամ հարազատներից մեկի հետ, ճշտում ենք համոզվելու համար երեխայինն է թե երեխայինը չի։ Օրվա ընթացքում ջրից դուրս բերված այս իրերից ոչ մեկը Տիգրանին չի պատկանում։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնում։ Ինչպես հայտնի է, Աղազարյանը մեկ այլ նախկին ՔՊԱ-կան Հակոբ Ասլանյանի հետ հիմնել են միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը ՄԱՍԿ-ը։ Հենց այդ կուսակցությունն է իմպիչմենտ սկսում։ Աղազարյանն ասել է, որ ՄԱՍԿ-ի վարչապետի թեկնածուի անունը կհայտարարեն մայիսի 20-ին։